Հայաստանը հիմա անում է մի բան, որը կարող է փոխել ոչ միայն մեր տնտեսությունը, այլև մեր անվտանգային կշիռը տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, Հրազդանում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության գործարանը՝ Firebird AI-ը։ Ամբողջական ծրագրի արժեքը հասնելու է մոտ 5 միլիարդ դոլարի։ Բայց ամենակարևորը փողը չէ, ամենակարևորը անվտանգությունն է։ Որովհետև 21-րդ դարում պետության անվտանգությունը միայն տանկերի, հրթիռների ու սահմանապահների մասին չէ։ Տվյալները, հաշվարկային հզորությունը, կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը եւ սեփական տեխնոլոգիական կարողությունները նույնպես ազգային անվտանգության բաղադրիչներ են։ Եվ հիմա Հայաստանը դառնում է այն երկրների շարքում, որոնք կարող են արհեստական բանականություն ստեղծել եւ աշխատացնել սեփական տարածքում։ Սա նշանակում է Հայաստանը տարածաշրջանում պարզապես տեխնոլոգիա սպառող երկիր չէ։ Մեր պետությունը դառնում է տեխնոլոգիա ստեղծող կենտրոն։ Ու այստեղ կա եւս մեկ շատ հետաքրքիր հանգամանք։ Մինչ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր Հայաստանի նկատմամբ իր առավելությունը կառուցել միայն նավթի, գազի եւ ռազմական ծախսերի վրա, Հայաստանը գնում է լրիվ ուրիշ ճանապարհով՝ գիտություն, տեխնոլոգիա, արհեստական բանականություն եւ գլոբալ կապեր։ Եվ եթե այս տեմպը պահպանվի, տարածաշրջանի ամենահետաքրքիր հարցը կարող է այլևս չլինել ով ավելի շատ զենք ունի, այլ ով է ավելի շատ տեխնոլոգիական ուժ ստեղծում։ Ու այդ մրցավազքում Հայաստանը կարծես թե արդեն առաջ է շարժվում։ Պինդ եղեք։